Հաջորդ օրը ժողովրդի բազմությունը, որ Զատկի տոնին էր եկել, երբ լսեց, թե Հիսուս Երուսաղեմ է գալիս, արմավենիների ճյուղեր վերցրեց և Հիսուսին ընդառաջ ելավ։ Աղաղակում էին ու ասում. «Ովսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ով թագավոր Իսրայելի»։ Եվ Հիսուս մի էշ գտնելով նստեց նրա վրա, ինչպես որ գրված է. «Մի վախեցիր, ով դուստր Ցիոնի, ահա քո թագավորը գալիս է նստած մի էշի քուռակի վրա»։ Եվ նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Հիսուս փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, թե այդ նրա մասին էր գրված, և իրենք այդ էին արել նրան։ Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հենց գերեզմանից կանչեց և նրան մեռելներից կենդանացրեց։ Դրա համար էլ նրան ընդառաջ ելավ ժողովուրդը, որովհետև լսել էին, որ այդ նշաններն էր արել։ Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. «Տեսնում եք, որ ոչ մի օգուտ չենք ստանում, ահավասիկ ամբողջ աշխարհը նրա ետևից գնաց»։ Այնտեղ կային նաև որոշ թվով հեթանոսներ նրանց մեջ, որ Երուսաղեմ էին եկել, որպեսզի տոնի ժամանակ երկրպագություն անեն։ Նրանք մոտեցան Փիլիպոսին, որ Գալիլեայի Բեթսայիդա քաղաքից էր, աղաչում էին նրան ու ասում. «Տեր, ուզում ենք Հիսուսին տեսնել»։ Փիլիպոսը եկավ և Անդրեասին ասաց։ Անդրեասն ու Փիլիպոսն էլ Հիսուսին ասացին, և Հիսուս նրանց պատասխանեց և ասաց. «Հասավ ժամը, որ փառաբովի մարդու որդին»։ Անցյալ հինգշաբթի օրը Համբարձման տոնն էր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս հրաշափառ ձևով համբարձվեց երկինք իր հարությունից 40 օրեր հետո։ Այսօր Համբարձման 4-րդ օրն է։ Համբարձումը 10 օր ենք նշում, մինչև հոգեգալուստ, հաջորդ կիրակի, որ հոգեգալստյան տոնն է։ Այսօր Համբարձման 4-րդ օրն է և այսօրվա տոնը կիրակին հայոց եկեղեցում կոչվում է երկրորդ ծաղկազարդ։ Հիշում եք ինչ էր ծաղկազարդը։ Ծաղկազարդը Զատկից մեկ շաբաթ առաջ էր, երբ Քրիստոս հաղթական ձևով մտավ Երուսաղեմ, փառավոր ձևով մտավ Երուսաղեմ։ Այսօրվա տոնը կոչվում է երկրորդ ծաղկազարդ, անունը մի քանի հանգամանքներով է պայմանավորված։ Առաջինը մենք արդեն կարդացինք հատվածը Ավետարանի, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես Քրիստոս մտավ Երուսաղեմ, այսինքն նույն ավետարանական հատվածն էր, Քրիստոսի մուտքը Երուսաղեմ։ Բայց այս տոնը իր հիմքում ունի հայոց եկեղեցուն հատուկ մի ավանդություն, որ կապված է Գրիգոր Լուսավորչի խոր վիրապում գտնվելու հետ։ Ուրեմն ավանդությունն ասում է, Գրիգոր Լուսավորիչը երբ գտնում էր խոր վիրապում, կուզեք ասեք գերեզմանում, կուզեք ասեք բանտարկության մեջ, որովհետև Գրիգոր Լուսավորչին փաստորեն թաղել էին խոր վիրապի բանտում, այն հույսով, որ արդեն այնտեղ Գրիգոր Լուսավորիչը պիտի մահանար և փտեր ոսկորները հող դառնային։ Բայց Գրիգոր Լուսավորչին Աստված պահեց խոր վիրապում։ Եվ ամեն օր Գրիգոր Լուսավորչի մոտ, այդ հետո Գրիգոր Լուսավորիչն է պատմում խոր վիրապից դուրս գալուց հետո, ամեն օր նրան մխիթարելու համար, զորացնելու համար մի հրեշտակ էր գալիս։ Գալիս էր և Գրիգոր Լուսավորչի հետ էր լինում, զրուցում էր, մխիթարում էր Գրիգոր Լուսավորչին։ Եվ այդ հրեշտակը մի օր չի գալիս Գրիգոր Լուսավորչի մոտ, բացակայում է։ Երբ հաջորդ օր հրեշտակը գալիս է, Լուսավորիչը հետաքրքրվում է, ինչն էր հրեշտակի չգալու պատճառը, երեք չգալու պատճառը, բացակայելու պատճառը։ Եվ հրեշտակը հետևյալն է ասում է երեք Համբարձման 4-րդ օրն էր։ Եվ Քրիստոս իր համբարձումից հետո երբ երկինք համբարձվեց, ամեն օր հրեշտակների մի դասում տոնախմբություն էր լինում, Քրիստոսին էին դիմավորում, երկինք բարձրացող Քրիստոսին հրեշտակների դասերը դիմավորում էին, 9 դաս հրեշտակներ կա, գիտենք, ներքևից վերև եթե թվենք, հրեշտակներ, հրեշտակապետեր, պետություններ, իշխանություններ, զորություններ, տերություններ,
սերովբեներ, քերովբեներ եւ աթոռներ։ Այս 9 դաս հրեշտակներն են։ Եվ ամեն օր մի դաս Քրիստոսին դիմավորում էր եւ տոն էր կատարում։ Եվ 4-րդ օրը այս հրեշտակն ասում է, ես քանի որ 4-րդ դասի հրեշտակներից եմ, 4-րդ օրը մեր օրն էր, եւ ես երեք այդ տոնին էի մասնակցում։ Քրիստոսին էինք դիմավորում եւ այդ տոնն էինք կատարում Քրիստոսի երկինք բարձրանալու համբարձման տոնն էինք կատարում։ 4-րդ դասը իշխանությունների դասն է։ Ուրեմն այս հրեշտակը, որ ամեն օր գալիս էր Գրիգոր Լուսավորչին մխիթարելու, իշխանությունների դասի հրեշտակից էր։ Այդ էր պատճառը, որ ես երեք չեկա քեզ մոտ։ Եվ այստեղից Գրիգոր Լուսավորիչը այս պատմությունը, երբ պատմեց իր խոր վիրապից դուրս գալուց հետո, ավանդեց մեր եկեղեցուն, մեր եկեղեցին այսօրը հաստատեց երկրորդ ծաղկազարդ, այսինքն Քրիստոս մտնում էր Երուսաղեմ, Քրիստոս գնում էր դեպի վերին Երուսաղեմ, եթե ծաղկազարդի ժամանակ գնում էր երկրավոր Երուսաղեմ, հիմա Քրիստոս գնում է երկնավոր Երուսաղեմ, դրա համար այս տոնը կոչվեց երկրորդ ծաղկազարդ։ Ուրեմն մի քանի կետի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել։ Նախ, մեզ համար շատ կարևոր էր Գրիգոր Լուսավորչին խոր վիրապում թաղել էին, կենթանի թաղել էին, որ այլևս դուրս չգար այնտեղից։ Բայց նույնիսկ գերեզմանի մեջ Աստված չի լքում նրանց, ովքեր սիրում են Աստծուն, ովքեր աղոթում են Աստծուն, ովքեր հավատարիմ են մնում Աստծուն։ Ճիշտ է, մենք խոր վիրապում ոչ մեկս չենք թաղվել, դեռևս, չգիտեմ, կարող է երբևէ չթաղվենք էլ, բայց ամեն մեկս մեր կյանքի մեջ այդ վկայությունը կարող ենք տալ, երբ որ մենք ծանր վիճակների մեջ ենք եղել, երբ որ մենք ճգնաժամի մեջ ենք հայտնվել, երբ որ մենք շատ դժվարին վիճակների մեջ ենք եղել, եւ այլևս ամեն ուրիշ բաներից, մարդկային, աշխարհային բոլոր միջոցներից մեր հույսը կտրել ենք եւ սրտանց ապավինել ենք Աստծուն, դիմել ենք Աստծուն, Աստված մեզ օգնության է հասել։ Ամենատարբեր կերպերով։ Աստված Գրիգոր Լուսավորչի հետ էր խոր վիրապում, հրեշտակի էր ուղարկում եւ հետո Գրիգոր Լուսավորչը խոր վիրապից դուրս գալուց հետո ասում է. «Այն երանությունը, որ ես ապրել եմ խոր վիրապի գբի մեջ, գերեզմանի մեջ, ոչ մի թագավոր չի ապրել իր պալատի մեջ»։ Եվ սրանք փուչ խոսքեր չեն, եւ սրանք միայն այն ժամանակ տեղի ունեցած խոսքեր չեն, եւ սրանք միայն Գրիգոր Լուսավորչի հետ պատահած խոսքեր չեն։ Կարդացի Ռուբեն Վարդանյանի ուղերձներից մեկը, Բաքվի բանտից։ Ասում է, ես երջանիկ եմ զգացել ինձ մի հրաշալի կղզում աշխարհի մեջ, երբ որ ինքը ճամփորդել է։ Եվ ասում է, նույնքան երջանիկ եմ զգում ինձ հիմա Բաքվի բանտում։ Ուրեմն հետևությունն ինչ է, որ Աստված իր հետ է։ Որ Աստված իր հետ է Բաքվի բանտում։ Ես այս օրինակ ուղղակի բերեցի։ Եվ Աստված մեզ հետ է լինում։ Նեղության, մթի, խավարի պահերին, երբ որ մենք ապավինում ենք Աստծուն, Աստված գալիս է եւ այդ խավարը ցրվում է։ Լույս է տալիս։ Մենք երջանկանում ենք։ Մեկին կարող է թվալ, թե ես ինչ է կատարում այս մարդու ես։ Այս մարդը ծանր վիճակի մեջ է, կամ այս մարդը վշտի մեջ է, կամ այս մարդը հիվանդության մեջ է, կամ այս մարդը մեծ փորձության մեջ է։ Ոնց է այս մարդը սենց խաղաղ, հանգիստ, ուրախ։ Իմ ծանոթ քրիստոնյաներից մեկը մի խոսք ասաց։ Շատ կարևոր խոսք, կարճ խոսք է, բայց շատ կարևոր։ Ասում է, ավելի լավ է աղոթել, քան թե անիծել։ Ավելի լավ է աղոթել, քան թե հայոյել։ Բայց մենք ինչքան շատ ենք մեր կյանքում հայոյում եւ անիծում։ Երբ որ մենք ստապ նայում ենք ամեն ինչի,
հայոյելուց, անիծելուց օգուտ չկա։ Ինչքան ուզում ես անիծիր, ինչքան ուզում ես հայոյիր, դրանից ոչ մի բան չի փոխվելու։ Ընդհակառակը դու ավելի վատ վիճակի մեջ ես հայտնվելու։ Մինչդեռ աղոթքը հրաշքներ է գործում աշխարհի մեջ։ Մինչդեռ աղոթքը շատ բան կարա փոխի։ Ուրեմն հիշենք այս բանը, ոչ թե նեղվենք, ոչ թե բարկանանք, ոչ թե չարանանք, ոչ թե ողակալությամբ լծվենք, ոչ թե վրեժխնդրությունը մեր մեջ գլուխ բարձրացնի, որ մեզ պիտի ուտի, այլ աղոթենք, հանդարտվենք, աղոթենք, եւ աղոթքը շատ բաներ պիտի փոխի։ Գրիգոր Լուսավորիչը աղոթում էր։ Գրիգոր Լուսավորիչը աղոթում էր, երբ իրեն կտանքների էին ենթարկում, երբ իրեն կենթանի թաղում էին, ինքը շարունակում էր աղոթել։ Այդ աղոթքի արդյունքը ոչ միայն այն էր, որ հրեշտակն եկավ ամեն օր իր մոտ, այլ նաև որ մի օր իրեն գերեզմանից Աստված հարություն տվեց, դուրս եկավ եւ լուսավորեց աշխարհը։ Սա առաջինը այս հանգամանքով։ Երկրորդ, այսօր ծաղկազարդ է։ Առաջին ծաղկազարդի ժամանակ Քրիստոս հաղթական մտավ Երուսաղեմ, որպիսի իր չարչարանքներով, իր մահվամբ, իր պատարակումով, իր զոհաբերությամբ, պատարակումով փրկի մեզ բոլորիս։ Երկրորդ ծաղկազարդին արդեն մեզ փրկած Տերը փառավոր ձևով մտնում է երկրորդ Երուսաղեմ, երկնքի արքայություն, վերին երկնային Երուսաղեմ եւ մեզ համար տեղ է պատրաստվում։ Եվ մեզ համար ճանապարհ է բացում, որպեսզի մենք ի վերջո հայտնվենք վերին Երուսաղեմում։ Մեր ընթացքը, մեր ճանապարհը սա է։ Մեր փափագելի ուխտագնացությունը պիտի լինի վերին Երուսաղեմ գնալը։ Հրեշտակների դասերով անցնելը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ լինելը, որտեղ ինքը խոստացավ, ասեց. իմ աշակերտները, ինձ հետևողները, ինձ պատվողները պիտի լինեն այնտեղ, ուր որ ես եմ։ Այսօրվա տոնը սքանչելի է, այսօրվա տոնը մխիթարիչ է, այսօրվա տոնը հույս ներշնչող է։ Մեր հատուկ էր, որ Գրիգոր Լուսավորչին հայտնվեց այս ամեն ինչը, որպեսզի մենք զորանանք, մենք չհուսահատվենք, մենք հիշենք մի բան, վերին Երուսաղեմի ճանապարհի ճամփորդներ ենք մենք։ Եվ երանի նրանց, ովքեր կհասնեն վերին Երուսաղեմին։ Ինչ է պետք դրա համար։ Դրա համար պետք է այս աշխարհի մեջ ապրել այդ տեսիլքով, այդ երազանքով, այդ իղձով ու փափագով։ Ինչ որ երազես, այն էլ կստանաս։ Ասում է, ուր որ ձեր գանձերն է, ընտեղ էլ ձեր սիրտը կլինի ավետարանը։ Եթե ձեր գանձերը այս աշխարհի մեջ է, եթե ձեզ գանձերը նյութական բաների հետ է կապված, ձեր հարստությունը, ձեր գանձը, ձեր սիրտն էլ այս աշխարհի մեջ է մնալու։ Եթե ձեր գանձերը երկնքում են, վերին գանձերի փափագողներ եք, ձեր միտքը, սիրտը, ուշքը այնտեղ է լինելու։ Վերջի հատվածում ասում է, տոնի ժամանակ հեթանոսներ էին եկել Երուսաղեմ եւ Քրիստոսին էին ուզում տեսնել։ Մոտեցան Փիլիպոսին եւ ասացին. փափագում ենք Քրիստոսին տեսնել, ինչպես կարող ենք Քրիստոսին տեսնել։ Եվ շատ ու շատ հայրեր, նաեւ մենք այս հեթանոսներին նույնացնում ենք։ Մովսես խորենացու կողմից հիշված այն պատգամավորների մոտ, որոնց Աբգար թագավորը ուղարկեց Երուսաղեմ Քրիստոսի մոտ, որոնց միջոցով նամակ տարան Քրիստոսին,
որի մասին խոսում է Սուրբ Մովսես Խորենացին եւ որի պատասխանը, Քրիստոսից ուղարկված պատասխանը նույնպես կա Խորենացու մոտ։ Եվ մենք նույն ասում ենք, որ հեթանոսները, որոնք եկել էին ուզում էին Քրիստոսին տեսնել, հենց Աբգար թագավորի պատգամաբերներն էին, պատգամավորներն էին, որոնք եկել էին Քրիստոսի մոտ։ Եվ երբ այս մասին եկան Քրիստոսին ասացին, որ հեթանոսներն ուզում են քեզ տեսնեն, ինչ է ասում Տերը։ Ասում է, հասավ ժամը, որ փառավորվի Աստծո որդին։ Հասավ ժամը Քրիստոսի փառավորության, որ հեթանոսներն էլ արդեն ուզում են Քրիստոսին տեսնել։ Եվ Քրիստոս Աբգար թագավորի նամակին պատասխան իր նամակը այսպես է ասում։ Ասում է, երանի նրանց, որոնք չեն տեսել, բայց կհավատան։ Այդ նույն խոսքերը նաև ասեց Թովմաս առաքյալին, որը չէր հավատում Քրիստոսի հարությանը, որն ասում էր, մինչև չտեսնեմ, տեսնելն էլ քիչ է, պիտի շոշափեմ մարմինը, որ հավատամ, որ հարությունն է տեղի ունեցել։ Եվ երբ որ Քրիստոս հայտնվեց, առաքյալը ընկավ Քրիստոսի առաջ եւ ասեց, իմ Տեր եւ իմ Աստված։ Քրիստոսն ասեց, երանի նրանց, ովքեր չեն տեսել, բայց կհավատան։ Ինչ այսօր մենք խոսեցինք, այս ամեն ինչը հավատքի բաներ է, ժողովուրդ ջան։ Հավատքով Գրիգոր Լուսավորիչը մտավ խոր վիրապ։ Հավատքը պահեց եւ հավատքով դուրս եկավ։ Հավատքով այս հեթանոսներն եկան, ուզում էին Քրիստոսին տեսնել։ Եվ արժանացան Քրիստոսի տեսությանը, եւ ոչ միայն տեսությանը, այլ նաեւ Քրիստոսի կողմից նամակ ստացան, բերեցին Աբգար թագավորին։ Հավատքով էր, որ Աբգար թագավոր եղավ աշխարհի առաջին հավատացյալ թագավորը, որին հիշում ենք որպես աշխարհում համար 1 հավատացյալ Քրիստոսին հավատացող թագավոր։ Հավատքով էր, որ մեր հայրերը, մեր պապերը ընդունեցին Քրիստոսին։ Եվ հավատքով է, որ մենք պիտի հասնենք երկրորդ Երուսաղեմ։ Ուրեմն ինչ պիտի անենք, պիտի պահենք այդ հավատքը։ Այսօր շատ դժվար է աշխարհի մեջ հավատք պահելը, որտեղ այսօր աշխարհի մեջ այնքան շատ է հավատքից շեղող գայթակղությունները, այնքան շատ է հավատքից շեղող գայթակղությունները։ Եթե առաջ սրով, հերով, կտանքներով ստիպում էին մարդկանց հավատք ուրանալ, այսօր տենց մեթոդներ շատ քիչ են կիրառում։ Այսօր գայթակղությունները արդեն մարդկանց հեռացնում են հավատքից։ Այսօր տեսակ մեղքերը մարդկանց հեռացնում են հավատքից։ Այսօր տեսակ հրապուրանքները մեզ հեռացնում են հավատքից։ Հիշենք, որ այդ բոլորը ի վերջո աղբ է։ Այդ բոլորը մի բանի համար է ստեղծված, որ մենք հեռանանք Աստծուց։ Բա ինչ պիտի անենք։ Պահենք մեր հավատքը, ինչպես պահենք։ Աղոթքով, Սուրբ գրքով, Աստծո մասին մտածելով ու խորհելով։ Գիտեք, շատ մարդիկ այսօր 20-րդ, 21-րդ դարում մի տեսակ չեն հասկանում կամ գայթակղվում են, հիշելով ճգնավորներին, միայնակյացներին, են մարդկանց, ովքեր հասարակությունից հեռանում էին, գնում էին անապատներ, գնում էին մենաստաններ, գնում էին մարդկանցից կտրված վայրեր, իրենց հավատքը զորացնելու համար, Աստծո հետ լինելու համար, Աստծով զորանալու համար։ Այս կարևոր բան է։ Նույնիսկ Քրիստոս սրա օրինակն է տալիս մեզ ավետարանում։ Ասում է Քրիստոս բարձրացավ լեռը եւ ամբողջ գիշեր անցկացրեց աղոթքով։ Եվ մի անգամ չի ասում, բազմաթիվ անգամ։ Քրիստոս հեռացավ անապատ եւ աղոթում էր։ Այսինքն Քրիստոս նույնպես այս օրինակը տվել է եւ այս մարդիկ Քրիստոսի օրինակով էին անում։ Այսինքն, որpիսի դու իսկապես կարողանաս զորանալ հավատքով, զորանալ Աստծով, ճանաչել Աստծուն, պիտի կարողանաս առանձնանալ, պիտի կարողանաս կտրվել, պիտի կարողանաս աշխարհից դուրս գալ։ Քրիստոսն ասեց. մտիր քո սենյակը, փակիր քո դռները
եւ աղոթիր Աստծուն ծածուկ, եւ հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, քեզ հայտնապես կպատասխանի, կհատուցի։ Այսինքն մտնել սենյակը, փակել դռները, սա նշանակում է կտրվել աշխարհի իրողություններից, կտրվել հասարակությունից, կտրվել այն ամեն ինչից, ինչ մեզ խանգարում է մի լինել ինքներս մեզ հետ եւ ինքներս մեր Տիրոջ հետ։ Այս ամենադժվար բանն է այսօր աշխարհում։ Ամենադժվար բանը կտրվելն է, ամենադժվար բանը ասել է թե աղոթելն է, որտեվ սա է աղոթքը։ Աղոթքն է, երբ որ մարդ ամեն ինչից կտրվում է եւ ինքն ու Աստված են միայն։ Ինքը իր հետ է եւ իր Աստծո հետ է։ Եվ ովքեր կարողանան այս աղոթքը պահել, նրանք է որ պիտի շահեն, նրանք է որ պիտի փրկվեն, նրանք է որ պիտի տեղ հասնեն։ Մարդիկ կան, որոնք պատարակների ժամանակ միշտ գալիս են ամենաառջևում են կանգնում։ Ես օրինակ նախկինում այդ մասին չէի մտածել, բայց այսօր այս խորհուրդների մեջ այդ մասին մտածեցի։ Եվ հետևյալ մտածումն ունեցա։ Երբ որ դու առջևում ես կանգնած, դու չես տեսնում եկեղեցու ով կա, ով չկա։ Դու մենակ խորանն ես տեսնում։ Դու մենակ աղոթքն ես տեսնում, եւ դու կարողանում ես ավելի լավ կենտրոնանալ։ Երբ որ դու մի քիչ հետ ես, մեկը կողքից տա շարժում, մեկը առջևից տա, մեկը գալիս առաջ տա փակում, մեկը հետև եւ կամա թե ակամա ինչ որ ձևով քո ուշադրությունը, կենտրոնացումը շեղվում է։ Սուբյեկտիվ բան ասածս, բայց այդ բանը կա։ Եվ կարծեք թե այդպես զգացվում է, որ մարդիկ, որոնք ուզում են կտրվել, փորձում են այնպիսի մի դիրք գրավել աղոթքի ժամանակ, որ որևէ բան իրենց չխանգարի, որևէ մեկ իրենց չխանգարի, որևէ բան չտեսնեն, որևէ բան չլսեն կողմնակի։ Ես հիշում եմ, մեր հավատացյալներից մեկը մի անգամ ինձ մի բան ասեց, Տեր հայր, բավական ժամանակ առաջ ինքս ինձ որոշել է եւ այդպես բավականին ժամանակ այդպես արեցի ու գիտեք շատ ցենց օրհնություն զգացի Աստվածային շնորհի ներգործություն զգացի որոշել էի որ գալիս եմ պատարակի հենց եկեղեցուց մտա ներս ոչ մեկի հետ ոչ մի խոսք չեմ խոսելու նույնիսկ չեմ բարևելու եւ ասում այնքան լավ էր այսինքն ինչի համար է եկել Աստծո հետ լինելու եթե պիտի գա սրան բարևի նրան գլխովանի դու ոնց ես ձեզնից ինչ կա մեզնից ինչ կա էլ ինչ է նա դրսում այդ բաներով զբաղված ենք էլի հիմա եկեղեցում էլ եթե պիտի դրանով զբաղվենք էլ ինչ իմաստ ուներ մեր եկեղեցի գալը Քրիստոս հարյավի մեռելոց եւ համբարձավ փառոկառնային մեզ եւ ձեզ մեծ ավետիս Աստծո սերը շնորհը խաղաղությունը թող ամենքիս հետ լինի ամեն